Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, մտորենք միասին հաղորդաշարն է Live News-ի ուղիղ եթերում։ Եվ այսօր այս տաղավարից հեռավար տարբերակով զրուցելու ենք միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Անդրանիկ եւ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իրականում սիրելի հայրենակիցներ, Անդրանիկ ձեզ համար էլ գաղտնիք բաց եմ, որ շատ էին հարցում, թե ուր է կորել Անդրանիկ Հովհաննիսյանը եւ այդ հարցինի պատասխան, որպեսզի մասնավոր չլինի այլ համընդհանուր, Անդրանիկ Հովհաննիսյանը ուսումնական նպատակներով գտնվում էր այլ երկրում եւ զբաղվում էր իր կրթությամբ։ Եվ դա էր պատճառը, որ մենք չէինք կարողանում կազմակերպել նմանօրինակ վերլուծական հանդիպումներ։ Ինչևէ, ես շնորհավորում եմ ձեր ուսումնական հանգուցալուծումը, ավարտը եւ հաջողությունները եւ սկսենք այսօրվա մեր դառը իրականությունից։ Եվ այսպես հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարծես իրենց ասելով վերընտրվեցին որպես իշխանություն։ Իհարկե մենք տեսանք, դուք էլ վստահաբար գիտեմ, որ հետևում եք այդ ամենին, տեսանք, թե ինչպիսի խայտառակ ձևով մանդատագողությամբ նրանք կարողացան գոնես ունենալ 64 մանդատ եւ այս պահին նրանք կազմում են խորհրդանում մեծամասնություն, չնայած սահմանադրական մեծամասնություն այնուամենայնիվ չկարողացան կազմել։ Փորձենք հասկանալ ինչպես է գնահատում այսօրվա իրողությունը, խնդրեմ։ Մենք սրա մասին ենք խոսել, այնքան ենք նախազգուշացրել ընդդիմադիր ուժերին, որ ցավոք սրտի մեզ իհարկե չեն լսել, բայց այսօր այդ իրողությունը, որի մասին մենք ժամանակին նախազգուշացնում ենք, մենք ուղղակի դա տեսնում ենք։ Պատկերացրեք մի ուժ, որը բազմաթիվ հանցանքներ է գործել, խախտել է սահմանադրությունը, հանձնել է տարածքներ Հայաստանի Հանրապետության, ինչպես կարող են պատկերացնել ոմանք, որ կարող են ընտրություններով խախտել այդ ուժին։ Այդ ուժը այսօր շատ լավ հասկանում է, որ այն օրը, երբ որ ինքը կորցնի իշխանությունը, նա ունենալու է ընդամենը երկու ելք, առաջինը այն է, որ ուղղակի պետք է ստիպված լինեն փախչել Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի պատիժ չկրեն այն բոլոր հանցանքների համար, որ իրենք իրագործել են այս տարիների ընթացքում, երկրորդ տարբերակը այն է, որ չգիտեմ որտեղից, բայց իրենց մեջ ուժ գտնեն եւ պատասխանատվություն կրեն այդ բոլոր հանցանքների համար։ Հիմա պարզից էլ պարզ է, որ հանցավորը ինքը չի պատրաստվում եւ չի ցանկանում կրել այդ պատիժը։ Դրա համար ամեն ինչ անելու է, նամանավանդ երբ որ այդ ռեսուրսները բոլոր իրենց վերահսկողության տակ են գտնվում, ամեն ինչ անելու է, որպեսզի իշխանությունը ինչքան հնարավոր է այդքան երկար պահի իր վերահսկողության տակ, հետո նախապատրաստի այնպիսի ուժեր, որոնք լոյալ կլինեն իրենց հանդեպ կամ ինչ որ վստահություն կստանա այլ ուժերի կողմից, որոնք գալու են հետագայում իշխանությանը, որը իրենց ձեռ չեն տալուս։ Այսինքն ժամանակ պետք է անցնի, ժողովուրդն էլ մոռանա այս ամեն ինչի մասին, նոր դրանից հետո իրենք պատրաստ կլինեն լեգիտիմ մեխանիզմներով հանձնել իշխանությունը այլ ուժերի։ Այս պահին պարզից էլ պարզ է, որ նման քայլի իրենք պատրաստ չեն, ժողովրդի մեջ, մեծամասնության մեջ այդ դժգոհությունը ինքը ակնհայտ երևում է։ Այսօր տարբեր հարցումներ, երբ որ իրականացնում են Հայաստանում, տարբեր քաղաքներում, հատկապես Երևանում, ես տեսնում եմ այդ հարցումների արդյունքները, իրենք ցույց են տալիս, որ մեծ դժգոհություն կա այսօրվա իշխանությունների նկատմամբ, եւ դա սովորական դժգոհություն չի, այսինքն քաղաքական դժգոհություն չի, այլ ատելություն է արդեն։ Իսկ երբ որ նմանատիպ մեծ ատելություն կա, պարզից էլ պարզ է, որ դաշան պատասխանատվության են ենթարկելու, օրենքի շրջանակներում իհարկե, բայց իրենք չեն ցանկանում այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա եւ այդ պատիժը կրել։ Դրա համար ամեն ինչ անում են, որպեսզի վերընտրվեն։ Նույնը եղավ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ եթե հիշում եք, մենք ես եւ բազմաթիվ այլ վերլուծաբաններ քաղաքական փորձագետներ նախազգուշացնում ենք, որ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենք չեն ձեռքվելու իշխանությունից, ընդհակառակը ամրապնդելու են իրենց իշխանությունը, որովհետեւ 2020 թվականի պատերազմից հետո շատ լավ հասկանում էին, ինչպիսի պատիժ է իրենց սպասում։ Եվ դա տեղի ունեցավ 2021 թվականին, եւ նույնը ըստ էության կրկնվեց հիմա 2026 թվականին, եւ սրա մասին էլ մենք բավականին երկար ժամանակ նախազգուշացնում ենք, բայց ցավոք սրտի եմ ասում սա, որ մեծամասնությունը ընդդիմադիր ուժերի ցանկացան լսել այս ճշմարտությունը, իրենք գտնվում են իրենց, սա շատ տարածված տերմին է, բոլորին ծանոթ, փուչիկի մեջ քաղաքական եւ չէին ցանկանում այդ փուչիկից դուրս գալ։ Այսինքն իրենց այդ բաբլի մեջ հայտնվել էին, լսում էին միայն այն փորձագետներին, որոնք ասում էին այն քաղցր խոսքերը, որոնք ցանկալի էր իրենց համար լսել,
Իրենք արդեն խոսում էին նրա մասին, որ իշխանափոխություն է տեղի ունեցել, որ ամսի 7-ին դա ամրապնդելու են ընտրությունների արդյունքներով, բայց տեսան այն իրողությունը, որի մասին քչերն են նախազգուշացնում, եւ ցավոք սրտի այդ իրողությունը այսօր մենք բոլորս ենք տեսնում։ Փաստացի օգոստոսի 2-ին առաջիկա կիրակի օրը նոր ազգային ժողովը մեկնարկելու է իր աշխատանքները, այսինքն ունենալու ենք 9-րդ գումարման ազգային ժողով, որտեղ կա որպես այդպիսին որոշակի փոփոխություններով ընդդիմություն եւ իշխանություն, որը կարծես չգիտես ինչու կրկին իր թիմում որպես այդպիսին փոփոխություններ է իրականացրել։ Փորձենք դրա մասին խոսել, Անդրանիկ, որովհետև տեսեք, իհարկե այն օրակարգը, որով շարժվում է այսօր իշխանությունը, այն անփոփոխ է ցավոք սրտի եւ շարունակական բնույթ է կրում, բայց որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ է սպասվում, պետք է նաեւ հասկանանք կադրերի ընտրությունը, արդյոք դրանք որոշակի նպատակայնություն եւ ազդեցություն ունեն, թե ոչ։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակվում է Թուրքիայի հետ հարաբերությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, ով արդեն իսկ որոշակի կանոնակարգային փոփոխությունների մասին փաստաթուղթ է ստորագրել, որտեղ որոշակի սահմանափակումներ են իրականացվում նաև լրագրողների աշխատանքի, այսինքն լուսաբանման գործունեության հետ կապված սահմանափակումներ, որի արդյունքում հասարակությունը չի կարող հաղորդակից լինել այն իրականության հետ, որը տեղի է ունենում ազգային ժողովում։ Միևնույն ժամանակ կառավարությունը որոշակի փոփոխություններ է կրում, այդ թվում նաև աշխատակազմի ղեկավարի հետ կապված հարցը։ Արայք Հարությունյանը, ինչպես որոշակի լրատվական հարթակներ էին տեղեկացնում, մամուլի միջոցներ, Նիկոլ Փաշինյանը գոհ չէր նրա աշխատանքից որպես այդպիսին նախընտրական փուլում։ Այնուամենայնիվ Արայք Հարությունյանը գնում է ազգային ժողով, նրան փոխարինում է Լիլիթ Մակունցը։ Մենք գիտենք, որ Լիլիթ Մակունցը նախկինում բավականին ակտիվ գործունեություն էր տանում Հայաստանում, հետո որոշվեց, որ պետք է լինի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Հիմա վերադարձել է եւ ամենամոտ տարածքում է գտնվում Նիկոլ Փաշինյան։ Արդյոք սա պատահականություն է, իսկ եթե պատահականություն չէ, ապա ինչ է սա իրենից ենթադրում, խնդրեմ։ Անշուշտ սա պատահականություն չի եւ ընդհանրապես քաղաքականության մեջ պատահականությունները շատ հազվադեպ իրողություններ են, եթե անգամ խոսում են նրա մասին, որ կարող է պատահականություն լինի, դա այդպես չի։ Դա կանխատեսված, մշակված ինչ որ ծրագրեր են, որոնք իրականացվում են։ Եթե մենք խոսում ենք այսօրվա ազգային ժողովի մասին եւ ընդհանրապես կառուցման մասին, կառուցվածքի մասին, ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների, տեսեք, եթե դու ցանկանում ես բալանս պահպանել, ապա դու նշանակում ես տարբեր արտաքին ուժերի հետ խորացնելու հարաբերությունները անձանց, որպեսզի ցույց տաս, որ քո բալանսավորությունը, այսինքն դու կարող ես ազգային ժողովի ղեկավար նշանակել մի մարդու, ով ձգտում է խորացնել հարաբերությունները արևմուտքի հետ, դու կարող ես նշանակել քեզ խորհրդատու այնպիսի մարդու, ով ձգտում է խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ, այլ ուրեմն պաշտոնների ներկայացնել այնպիսի անձանց, ովքեր գծկտեն խորացնել հարաբերությունները արևմուտքի հետ, մյուսները Ռուսաստանի հետ, եւ այսպիսով դու կպահպանես բալանսը եւ քեզ համար հնարավորություն կստեղծես արտաքին ուժերի հետ խորացնել քո հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Եթե մենք խոսում ենք այդպես կոչված այդ կոմպլեմենտար կամ, չգիտեմ, բազմավեկտոր քաղաքականության մասին, դու քեզ հնարավորություններ այսպես կարող ես ստեղծել, բայց մեր բարեկայում հետեւյալն ենք մենք տեսնում։ Հիմա տեսեք, ազգային ժողովի ուրեմն ղեկավարին ինքը նշանակում է Ռուբեն Ռուբինյանին, որը ակնհայտորեն մի անձ է, ով ձգտում է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նա սովորել է ժամանակին Թուրքիայում, նա զբաղեցնում էր այնպիսի պաշտոն, որը իրեն թույլ է տալիս բանակցել Թուրքիայի հետ, որպեսզի կարգավորեն հարաբերությունները, եւ ես չեմ բացառում, որ սրանով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ առաջին հերթին հենց Անկարային, որ Հայաստանի ըստ էության երկրորդ պաշտոնյան մի անձ է, ով ցանկանում է խորացնել հարաբերություններ Հայաստանի Հանրապետության Թուրքիայի Հանրապետության հետ։ Այսինքն Թուրքիան դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր գործոն, որի հետ իրենք ձգտելու են խորացնել հարաբերությունները մոտակա տարիների ընթացքում, մոտակա 5-6 տարիների ընթացքում։ Երկրորդը Լիլիթ Մակունցի մասին խոսքը գնաց, դե Լիլիթ Մակունցը շատ պարզ է, որ սովորական անձ չէ,
որի կարող են ռոտացիայով sense կադրային մի պաշտոնից այլ պաշտոն ներկայացնել, այլ նշանակում են այնպիսի պաշտոններին, որտեղ ինքը կարող է իր ազդեցությունը ունենալ, եթե նախկինում դա ֆրակցիայի ղեկավար էր, հետագայում դարձավ ինքը ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, ապա այսօր արդեն ապարատն է ղեկավարելու վարչապետի եւ եւս բավականին բարձր պաշտոնյա է, ստացվում է, որը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը Լիլիթ Մակունցի նշանակելով այդ պաշտոնին ցանկանում է խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, որովհետև Լիլիթ Մակունցի կապերը Արևմուտքի հետ պարզեցել պարզ է, այսինքն մենք հետեւյալը ունենք, որ նման մարկանց նշանակելով այդ պաշտոններին Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ մոտակա տարիների ընթացքում Հայաստանը ձգտելու է խորացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Արևմուտքի հետ, առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ։ Այս պարագայում չեն կարող չանդրադառնալ նաև Ռուսաստանի հետ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների գնալով ավելի վատթարացմանը հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է եղել Վլադիմիր Պուտինի հետ եւ դա եղել է Հայաստանի նախաձեռնությամբ, այսինքն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, խոսքը գնացել է այն սանկցիոն գործողությունների մասին, որը տեղի է ունենում հենց հայ տնտեսվարողների նկատմամբ։ Այնուամենայնիվ, ի հեճուկս Փաշինյանի պնդում որ մինչ այդ Միշուստինի հետ զրույցում, այնուհետև Պուտինի հետ զրույցում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հետագայում հայտնի դարձավ, որ այնուամենայնիվ սառույցը չի հալվել, ընդհակառակը ել ավելի է ծանրացել վիճակը։ Եվ դա նպաստեց նրան, որ Փաշինյանը սկսեց ավելի կոշտ հռետորաբանությամբ հանդես գալ Ռուսաստանի Դաշնության հասցեին, ընդհուպ մինչև ասելով, որ այն խնդիրները, որոնք առաջացնում է ԵԱՏՄ-ն Հայաստանի նկատմամբ դա կարող է լինել իրենց վախճանի սկիզբը։ Հիմա փորձենք հասկանալ, որքանով են այս ամենը իրատեսական, որովհետև Նիկոլ Փաշինյանը երեք ճեպազրույցի շրջանակներում ել ավելի հեռու գնաց եւ ավելի մեծ, որպես այդպիսին սպառնալիքներ հնչեցրեց, տնտեսական սպառնալիքների մասին է խոսքը Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Ինչու՞մն է խնդիրը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ պնդում էր, որ ընդդիմությունն է նպաստել, որ Ռուսաստանը լարվել է Հայաստանի հետ։ Հիմա խոսում է բոլորովին այլ բանի մասին, չնայած միևնույն ժամանակ մեղքը չի վերցնում իր վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ խնդիր չունի։ Խնդիր ունեն Արևմուտքը եւ խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը, որի վրա Արևմուտքը ունի իր ազդեցությունը։ Այսինքն Արևմուտքը ազդում է Նիկոլ Փաշինյանի վրա, տարբեր տեսակի խորհուրդներ է տալիս, ինչի արդյունքում հետագայում տուժում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Իր նկատմամբ, որպես անձի նկատմամբ Ռուսաստանը ինչ գործունեություն պետք է իրականացնի։ Ոչ մի գործունեություն չի կարող իրականացնել։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում, դրա արդյունքում, երբ որ այդ բախումը տեղի ունենում, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, տուժում են հասարակ քաղաքացիները։ Իդեպ, որի մեծ մասը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Հիմա մեր քաղաքացիները սա պետք է հասկանան։ Եթե իրենք չեն ցանկանում տուժել այս քաղաքականության արդյունքում, քաղաքականություն, որը ոչ մի լավ բանի չի տանելու, միայն կորուստներ է կրելու Հայաստանի Հանրապետությունը նման քաղաքականության արդյունքում, ապա իրենք պետք է ուրեմն ակտիվ գործունեություն սկսեն Հայաստանի Հանրապետությունում, որի նպատակը պետք է լինի հնարավորինս կարճ ժամկետում հասնել իշխանափոխությանը, փոխել իշխանությունը եւ իշխանությանը բերել այնպիսի մարդկանց, ովքեր նմանատիպ քաղաքականություն չեն վարելու։ Երբ որ ես ասում եմ նմանատիպ քաղաքականություն չեն վարելու, սա չի նշանակում, որ Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Պեկինից կամ Թեհրանից ինչ ասեն պետք է իրականացնի։ Ոչ։ Սա նշանակում է, որ պետք է նստեն, քննարկեն, հասկանան Հայաստանի Հանրապետության շահերը որոնք են, որ պետությունների հետ համընկնում են այդ պետական շահերը, որ պետությունների հետ կարող են հետաքրքրությունների բախում տեղի ունենա, ինչպես կարելի է լուծել այդ խնդիրները եւ չվարել մի քաղաքականություն, որը միայն խնդիրների է հանգեցնում։ Սա է լուծումը։ Բայց եթե մեր քաղաքացիները չեն ուզում նմանատիպ լուծում ստանալ, չեն ուզում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, նախընտրում են ասել, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեզ մի ձեր տվեք, նմանատիպ հարցեր մեզ մի տվեք, ապա իրենք միայն տուժելու են սրանից, որովհետև տեսնում եք արդեն տնտեսական վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետությանը եւ առաջին հերթին մեր քաղաքացիներին։
Հետագայում այս ամեն ինչը բերելու է նրան, որ գներն են աճելու, գազի գին կարող է աճել, էներգիայի գինը կարող է աճել, ապրանքների գինը կարող է աճել, սահմանափակումներ կարող են մտցվել, վիզային ռեժիմ կարող է մտցվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, բազմաթիվ այլ խնդիրների սա կարող է բերել։ Բայց որպես այս ամեն ինչը կանգնեցնեն, իրենք պետք է ավելի ակտիվ գործեն։ Պետք է հերու մնան նման այդ հայտարարություններից մենք քաղաքականության չենք զբաղվում, այլ զբաղվեն քաղաքականությամբ։ Բա ով պետք է զբաղվի քաղաքականությամբ։ Այս հարցը ես ուզում եմ մեր քաղաքացիներին տալ, հատկապես այն սեգմենտին, ովքեր միշտ ասում են, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Լավ, դուք չեք զբաղվում, բա ով զբաղվի։ Թուրքերը Հայաստանի տեղը զբաղվեն քաղաքականությամբ, ադրբեջանցիները Հայաստանի տեղը զբաղվեն քաղաքականությամբ, բա ով, եթե դուք լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նման հայտարարություն եք անում, մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, բա ձեր տեղը ուրեմն կգտնվեն այնպիսի քաղաքացիներ, հատկապես դրսից, ովքեր կցանկանան Հայաստանի տեղը զբաղվել քաղաքականությամբ եւ հանգեցնելու է ամեն ինչը նրան, որ Հայաստանը միայն կորուստներ է ունենալու, որովհետեւ ոչ մի օտար երկրյա քաղաքացի այդքան մտահոգ չի լինելու Հայաստանի Հանրապետության համար, ինչքան Հայաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սա պարզից էլ պարզ է, սա է պետք հասկանալ։ Եվ երկրորդ շատ տարածված այդ խոսքը, որ կա, սրա մասին եւս բազմիցս տարբեր քաղաքական գործիչներ խոսում են։ Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ուրեմն քաղաքականությունը կզբաղվի քեզանով։ Եվ սա էլ է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Այս ռեպրեսիաների մեխանիզմը, այս հարցակումները, որ տեղի ունենում, կրիմինալի աճը, ավտորիտարիզմի տարող այս քաղաքականությունը, հենց սա է։ Երբ որ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվում է քեզանով։ Սա էլ պետք է հասկանան մեր քաղաքացիները։ Ռուսաստանի պարագայում տեսեք, նաև սա էլ է կարևոր նշել, այս բախումը, որ այսօր տեղի ունենում Երևանի եւ Մոսկվայի միջև, սա պետք է մեր քաղաքացիները եւս հասկանան, որ Ռուսաստանը մտահոգ չի Հայաստանում տեղի ունեցող քաղաքականության համար։ Ռուսաստանը այնպես չի, որ արտնացան մի օր եւ տեսան, որ ինչ է կատարվում Հայաստանում եւ հիմա մտածում են ինչ անեն, որ իշխանությունը փոխեն Հայաստանում։ Ռուսաստանին միևնույն է, ով է իշխանությունը Հայաստանում։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ վնաս կարող է դա բերել Մոսկվային։ Սա պետք է մենք ճիշտ անկեղծորեն խոսենք։ Սա է կարևոր Ռուսաստանի համար։ Այլապես եթե Ռուսաստանի համար իրենք այդքան մտահոգ լինեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի իշխանություն է Հայաստանում, իրենք այս քայլերը շատ ավելի վաղ կսկսեին։ Իրենք իշխանապողությանը կփորձեին հասնել շատ ավելի վաղ, մինչև Արցախի հանձնումը, իրենք թույլ չեն տա, որ 2018 թվականին էր Հայաստանում, որի արդյունքում նմանատիպ ուժեր եկան իշխանությանը։ Ռուսաստանի համար, ինչպես եւ բոլոր այլ աշխարհային կենտրոնների համար, շատ կարևոր է այդ իշխանությունը պետության, ինչպեսի քաղաքականություն է վարում եւ որքանով է քաղաքականությունը համապատասխանում իրենց շահերին։ Այսօր Ռուսաստանի համար իրենք տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են գնալ դեպի արևմուտք, սա կարող է վնաս հասցնել իրենց քաղաքական եւ տնտեսության ազդեցությանը, ինչպես Հայաստանում, այդպես էլ տարածաշրջանում։ Եթե Հայաստանի մասին ենք մենք զուտ խոսում, սա իհարկե երկաթուղի հարց կա, ատոմակայանի հարց կա, տնտեսական այդ բիզնեսի հարց կա։ Այս ամեն ինչը իրենք շատ լավ հասկանալով նմանատիպ քայլերի են դիմում, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանի իշխանությունները գնան դեպի արևմուտք եւ վնաս հասցնեն Ռուսաստանի Դաշնության շահերին Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հավատացեք, եթե մի օրում Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությունը կտրուկորեն փոխի, խոսի նրա մասին, որ բազմաթիվ արտոնություններ է տալիս Ռուսաստանին, չի պատրաստվում գնալ դեպի արևմուտք եւ այլն, հավատացեք, այս ամեն ինչը կվերջանա։ Դրա համար եթե գտնվում են նաեւ քաղաքական ուժեր, հատկապես ընդդիմության մասին է խոսքը գնում, ովքեր հույսեր են կապում Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանի միջոցով իրենք պետք է իշխանապողությանը հասնեն, սա էլ է սխալ մոտեցում։ Ընդհանրապես խոսքը Ռուսաստանի մասին չի, հույս դնել արտաքին ուժի վրա, որ դու այդ ուժի հնարավորությամբ պետք է իշխանապողության հասնես Հայաստանում, սա շատ վատ մոտեցում է։ Սա նշանակում է, որ դու եթե հույսը դրել ես այդ արտաքին ուժի վրա, որ իր միջոցով պետք է ասես իշխանությանը, նշանակում է, որ դու ամբողջությամբ կախվածության մեջ ես հայտնվում այդ գործընթացներում։ Այսինքն կարող է հասնել մի փուլ, մի этап, որտեղ դու հասկանում ես, որ այս մի քայլներ, որ դու անես, իշխանապողություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, բայց դու հույսը դրել ես դրսի ուժի վրա եւ ոչ մի քայլ չես իրականացնում, սպասում ես, թե ինքը ինչ կասի։
Երկրորդ վատ ռիսկը, որը կա եւս, երբ որ դու հասնես իշխանապողությանը, նշանակում է, որ այն ուժը, որի միջոցով դու հասար իշխանապողությանը, ինքը վերահսկողություն է ունենալու քո նկատմամբ։ Այն, ինչը մենք այսօր ունենք Հայաստանում, որովհետև Հայաստանում 2018 թվականին իշխանապողություն իրականացվեց Արևմուտքի, ինչպես նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով։ Սա պարզից էլ պարզ է, բազմաթիվ փաստեր հրապարակվել են, անգամ գումարների մասին է խոսքեր եղել, շատ հստակ հրապարակումներ են եղել, ազգային ժողովում պատգամավորները այս հարցը բացել են, բայց պատասխան մենք այդպես էլ չենք ստացել, թե ինչի համար են գումարներ ուղարկվել Բաքվից, Անկարայից, Արևմուտքից 2018-19-20 թվականներին։ Հասկանում եք, հիմա պարզից էլ պարզ է, որ այսօր իշխանությունը Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենք գտնվում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Արևմուտքի վերահսկողության տակ եւ իրականացնում են այն քաղաքականությունը, որը ավելի շահառու է այդ պետություններին։ Հենց այդ համատեքստում, Անդրանիկ, երբ դուք ասում եք, որ կարող է Փաշինյանը մեկ օրում, այո, փոխել հռետորաբանությունը եւ ինչպես ինքն է դա անվանում, բալանսավորած քաղաքականություն վարել եւ կարծես 8 տարիների ընթացքում նա ըստ էության փորձել է հաճոյանալ եւ բավարարել բոլոր ուղղություններին։ Բայց վերջին շրջանում մենք նկատում ենք նախ հռետորաբանության կոշտացում, հետո ավելի բացահայտ գործունեություն դրան գումարած նաև հենց Արևմուտքից եւ մասնավորապես ավելի շատ նույն Ադրբեջանից հնչող որոշակի հայտարարություններ, որոնք ապահովում են այն կասկածը, մեր ենթադրությունը, որ գուցե այլևս Փաշինյանը հնարավորություն չունի մեկ օրում կամ նույնիսկ մի որոշ ընթացքում փոխել ուղղությունը դեպի Ռուսաստան։ Արդյոք այս վարկածը ապրելու հնարավորություն ունի, արդյոք իրատես թե այնուամենայնիվ դեռ Փաշինյանը հնարավորություն ունի իր սովորության համաձայն մանևրելու։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հենց այսօր ես եթերն էի նախքին նայում, ընկել էին աչքիս առաջ, երբ որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ինքը հայտարարություն էր անում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նման հայտարարություններ էր այդ մարդը անում, բայց ընդհանրապես մի քանի տարի հետո նույն այդ անձնավորությունը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս եւ հիմա խոսում է նրա մասին, որ Արցախը միշտ էլ Ադրբեջանի մաս է եղել եւ Հայաստանը երբեք հնարավորություն չի ունեցել եւ Հայաստանը միշտ էլ ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ հնարավորություն չի ունեցել պայքարի Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների համար։ Նույն մարդն է Նիկոլ Փաշինյանը չի փոխվել, այդ որ թրաշվեց, հետո նորից մորուքը եկավ կամ նորից թրաշվեց, դա սա չի նշանակում, որ ինքը փոխվեց։ Նույն անձնավորությունն է։ Ես սրանով ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի անձնավորություն է, որ չունի ոչ մի լիմիտներ, այսինքն սահմաններ ինքը չունի իր խոսքերում։ Ինքը այսօր մի բան կարող է ասել, վաղը արթնանա բոլորովին ուրիշ բան ասի։ Եթե ինքը այսօր ասում է, որ Ռուսաստանի, տեսեք, նկատմամբ այդպիսի, ինչպես դուք եք նշում, կոշտ հայտարարություններ է անում, ինքը վաղը կարող է արթնանա եւ շատ քաղցր հայտարարություններ անի Ռուսաստանի նկատմամբ։ Ես չեմ բացառում, տեսեք, ես նորից սա եմ ասում, որ մենք սա պետք է ֆիքսենք եւ շատ լավ հասկանանք եւ հետագայում նման քայլերի եւս պատրաստ լինենք, հատկապես ընդդիմության մասին է, որ իրենք պատրաստ լինեն, որովհետեւ այսօր ես տեսնում եմ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ ուժեր ինչ որ հույսեր են կապում Ռուսաստանի այս քաղաքականության հետ։ Բայց իրենք պետք է սրան էլ պատրաստ լինեն։ Նիկոլ Փաշինյանը կարող է արտանա եւ շատ քաղցր խոսքեր ասի Ռուսաստանի մասին։ Նիկոլ Փաշինյանը կարող է արտանա եւ ասի Ռուսաստանի բազան Հայաստանից երբեք չպետք է հանվի։ Պետք է միշտ մնա, որովհետեւ ապահովում է անվտանգությունը Հայաստանի Հանրապետության։ Նիկոլ Փաշինյանը կարող է ասի, որ ատոմակայանը մենք երկարացնում ենք էքսպլուատացիան Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ տեսնում ենք, որ մոտակա 10 տարիների ընթացքում այդ ատոմակայանը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ երկաթուղին մենք երբեք չենք հանձնելու այլ ուժերին, այլ պետք է լինի Ռուսաստանի Դաշնությանը, ավելին մենք տեսնում ենք Ռուսաստանին որպես նոր պարտներ մեզ համար, որը կարող է իր ազդեցությունը ունենալ նաև այդպես կոչված այդ TRIP ծրագրում։ Այսինքն կարող է ասել, որ Երևանը հետաքրքրված է հրավիրել Մոսկվային TRIP ծրագրում մասնակցություն ունենալ։ Հասկանում եք ինչպիսի հայտարարություն կարող է Նիկոլ Փաշինյանը անել, որը շատ դուրեկան կլինի Ռուսաստանի համար եւ իրենք իրենց մոտեցումը իհարկե կփոխեն, կվերանայեն։ Սրան պետք է մենք պատրաստ լինենք, հաշվի առնելով թե ինչպիսի անձնավորություն է Նիկոլ Փաշինյանը։
Բայց կա երկրորդ մասը, սրա այս ամեն ինչի արտաքին ուժերի վերահսկողությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Արևմուտքը ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ այսօր շարունակվում է այդ բախումը եւ ել ավելի խորանում է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքը ունի իր այդ վերահսկողությունը, կարող է դրդել Նիկոլ Փաշինյանին որոշ քայլերի, որոնք չեն նպաստում Հայաստանի Հանրապետության շահերի, իսկ այդ բախումը Արևմուտք Ռուսաստան շարունակվում է եւ ավելի խորանում է, սա նշանակում է, որ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ անձնավորություն է եւ ինչ կցանկանա անել, ելնելով ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերից, այլ իր սեփական շահերից, կարող են դրսից իրան դրթեն այնպիսի քայլերի, որոնք ել ավելի կխորացնեն այս ճգնաժամը Մոսկվայի եւ Երևանի միջեւ։ Սա էլ կարող է տեղի ունենալ։ Այսինքն մենք այս բոլոր քայլերին պետք է պատրաստ լինենք եւ չսպասենք, որ կարող է կտրուկորեն փոխվել իրավիճակը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ լավալան հարաբերությունները, կարող են հակառակը լինել, ամեն ինչի պետք է պատրաստ լինենք, պետք է ուղղակի գրագետ մոտենանք այս քաղաքականությանը, որ այսօր տեղի ունենում, պետք է հասկանանք բոլոր ռիսկերը այս ելքերի, այս ընդամենը երկու ուրեմն մոտեցում ցույց տվեցի, բայց եթե այս երկու մոտեցումների մենք ելքերը իմանանք, այսինքն ռիսկերը իմանանք եւ պատրաստ լինենք այդ ռիսկերին, սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենք կարող են հնարավորություն ունենալ աճեցնել իրենց ուժեղացնել իրենց ազդեցությունը ներքաղաքական իրավիճակի վրա եւ օգտվել առիթից, այսինքն ստեղծված իրողությունից օգտվել եւ փորձել հասնել իշխանափոխությանը։ Անդրանիկ, քանի որ դեռևս հռետորաբանության փոփոխություն չի եղել, այլ ընդհակառակը, ինչպես ավելի վաղ նշեցի, կոշտացել է հռետորաբանությունը, փորձենք հասկանալ, որքանով կկարողանա Փաշինյանը կամ երբևէ կկարողանա ունենալ նույն արժեքը, նույն գինը, ինչը այս պահին ունի Ադրբեջանը, որտեղ մենք տեսնում ենք Ալիևը պարբերաբար ինչպիսի կոշտ հռետորաբանությամբ ձեր ասած տարբերակով խոսում է նույն Ռուսաստանի Դաշնության մասին, հետո կարծես ամեն ինչ կարգավորվում է, Բայրամով Լավրով հանդիպում, հետո նաև Պուտին եւ Ալիև խոսակցություն, որի շրջանակներում նրանց հարաբերությունների այլ ավելի զարգացման մասին ընդգծվեց ի հեճուկս նաև Ալիևի կոշտ հռետորաբանության։ Բայց Նիկոլ Փաշինյանը այս պահին որդեգրել է ավելի շատ Ռուսաստանին մեղադրելու հռետորաբանությունը։ Երեք ճեպազրույցի շրջանակներում, երբ հարց հնչեց երկաթուղիների հետ կապված, նա ընդգծեց, որ երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Իհարկե դրա մասին քննարկում չի եղել Վլադիմիր Պուտինի հետ, բայց այնուամենայնիվ, եթե ինչ-որ խնդիր առաջանա, ակնարկը այդպիսինն էր, ապա լուծումներ կարող են լինել եւ ակնարկեց, որ կարող է նաեւ սակագինը բարձրանալ տարեկան $2 միլիարդ։ Այդ պարագայում դե ստացվում է, որ ինքնաբերաբար ձեռնտու չի լինի Ռուսաստանի Դաշնությանը պահել եւ ստիպված նա կազատվի։ Պատասխանը չուշացավ եւ նրան արձագանքեց ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարելով, որ գերատեսչություն զարմանքով ու տարակուսանքով մամուլի հրապարակումներից են տեղեկացել Հայաստանի Հանրապետության վարչապետի վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին այդ հայտարարությանը։ Նրա խոսքով ռուսական երկաթուղիների ղեկավարը ընդգծել է, որ կոնցեսիայի գործողության ամբողջ ընթացքում բաժնետիրոջը շահաբաժիններ չեն վճարվել, ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղային համակարգի զարգացմանը, որի արդյունքում Հայաստանը ունի բավականին վայելուչ երկաթուղիներ, նաև աշխատատեղեր են այնտեղ բացված եւ մարդիկ ճիշտ ժամանակին ստանում են իրենց աշխատավարձերը։ Չուշացավ նաև տնտեսական զարգացման նախարար Ռեշետնիկովի ակնարկը հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի գազի արտոնյալ գնի հետ կապված, ասելով, որ Հայաստանը 1000 խորանարդի դիմաց վճարում է ընդամենը $177.5, փոխարենը ամբողջ աշխարհը կարծես 600-ից ավել դոլար է վճարում, հետևաբար վերանայումը շատ ավելի հավանական է։ Հիմա փորձենք հասկանալ, արդյոք այս ամենը հնարավոր կլինի որոշակի պահի Փաշինյանի կողմից կանգնեցնել եւ Հայաստանի տնտեսություն, որը այսօր արդեն բավականին մեծ ճգնաժամի մեջ է, վերականգնել։
Տեսեք, երբ որ դու լինելով երկրի ղեկավար կամ անգամ եթե վերցնենք սովորական մեր կյանքից, հա, ինչ որ օրինակներ, երբ որ դու ինչ որ բախման ես հասնում անձի հետ, դու պետք է հաշվի առնես քո հնարավորությունները, քո քաշը։ Օրինակ, երբ որ մենք բոքսի մասին ենք, սպորտի մասին ասեմ, բոքսը, դու չես կարող երկու սպորտսմենները անկախ նրանից, որ ինչքանով իրենք ուժեղ են մեկը մյուսից, չես կարող նույն ուրեմն ռինգին հանես 50 կիլո բոքսորին եւ 100 կիլո բոքսորին, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ քաշը տարբերվում է շատ եւ մոտավորապես 90%-ով այդ 100 կիլոանոց բոքսորը հաղթելու է 50 կիլոանոց բոքսորին։ Հասկանում եք, սա նշանակում է, որ նույնն էլ քաղաքականության մեջ է։ Երբ որ դու նման հայտարարություններ անում ես, դու պետք է քո հնարավորությունները եւ քո քաշը հաշվի առնես։ 1918 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, Մոսկվայից նախազգուշացնում էին, որ պատերազմ մի սկսեք Թուրքիայի հետ։ Չնայած որ ձեզ ինչ որ այնտեղ խոստումներ են տվել եւ այլն, դուք պատրաստում եք տարածքներ վերցնել եւ այլն։ 1920 թվականին, երբ որ արդեն այդ Սևրի պայմանագիր ստորագրվեց, խոստումացան տարածքներ խոստում տվեց Հայաստանին արևմուտքի կողմից, հատկապես Միացյալ Նահանգների, որ արևմտյան Հայաստանի մեծ մասը Հայաստանին է պատկանում եւ Հայաստանը պետք է վերահսկողություն ունենա այդ տարածքների նկատմամբ, Հայաստանը գնաց պատերազմի Թուրքիայի հետ։ Չնայած որ նախազգուշացնում են, որ այն տարածքը, որ դուք ունեք, որը այսօրվա Հայաստանի Հանրապետությունից 2-3 անգամ ավելի մեծ տարածք էր, պահեք այս տարածքը։ Բայց չէ, Հայաստանը սկսեց այդ պատերազմը եւ ինչով ավարտվեց այդ պատերազմը։ Ավարտվեց նրանով, որ թուրքական զորքերը գտնվում էին Գյումրիում, հասնում էին արդեն Երևան, ստորագրվեց Բաթումի պայմանագիր, հետագայում ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիր եւ արդյունքում Հայաստանում այսօրվա Հայաստանի Հանրապետության կեսը մնաց ընդամենը։ Ոչ Սյունիքն էր Հայաստանին մնացել, ոչ Նախիջևանը, ոչ Արցախը, ոչ այսօրվա Հայաստանի արարության դաշտի մեծ մասը, այսինքն փոքրիկ տարածք էր մնացել։ Հայերը շատ էմոցիոնալ ազգ են, սա էլ մենք պետք է խոստովանենք։ Դուրեկան է մեծ մարկանց, երբ որ նման ձև է խոսում Հայաստանի Հանրապետության ղեկավարը կամ անգամ երբ սովորական կյանքում, ասենց այնպես է խոսում, ոնց որ թե վստահ լինի իր ուժերի մեջ եւ այլն։ Սա դուրեկան է իհարկե, ես հասկանում եմ, որ սա շատ օգտագործվում է նաև այս պոպուլիստական քայլերում քաղաքականության մեջ, տեսեք թե ինչպես Փաշինյանը պատասխանեց Պուտինին, տեսեք որ Հայաստանը ինչպես է այսօր խոսում Ռուսաստանի հետ, բա հետո ինչ է լինելու։ Հետո կոտրած տաշտակի կողքը կանգնելու եք, նորից լացելու եք, որ դրսից ձեր վրա ճնշում են իրականացնում, բոլորը մեղավոր են, բացի ձեզանից։ Սա է լինելու արդյունքում։ Նորից եմ ասում, դու պետք է հաշվի առնես քո քաշը, քո հնարավորությունները։ Իհարկե, ես էլ շատ կուզենայի, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան ուժեղ պետություն լիներ, որ ում հետ ոնց ցանկանար այդպես էլ խոսար։ Այնինչ այսօր անում է Իսրայելը օրինակ։ Ում հետ ոնց ցանկանում է, այդպես էլ խոսում է։ Ինչ քաղաքականություն ցանկանում է, այդ քաղաքականությունը իրականացնում է։ Եթե ուզում են, կարող են բնաջնջել իր տարածքում ապրող ժողովրդի մեծ մասը։ Եվ ոչ մի պատիժ դրա համար չեն կրում։ Եթե ուզում են, կարող են ասել, որ դա պատմական տարածք է, օկուպացնեն այդ տարածքները եւ ոչ մի միջազգային կազմակերպություն կամ ոչ մի պետություն իրենց նկատմամբ ոչինչ չի կարող անել։ Ես էլ կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան ուժեղ պետություն լիներ, որ ինչպես ցանկանար իր քաղաքականությունը իրականացնել, այդպես էլ իրականացնել։ Շատ կցանկանայի, որ այնքան ուժեղ մենք լինենք, որ ազատագրենք Արևմտյան Հայաստանը, Արցախը, Նախիջևանը, բոլոր այդ տարածքները, որոնք պատմականորեն մեզ են պատկանում, մեզ են տրված եղել։ Այդ տարածքներում ձևավորվել է հայ ազգը։ Ես էլ շատ կցանկանայի դա։ Բայց ես հաշվի եմ առնում մեր այսօրվա հնարավորությունները եւ մեր քաշը այսօր քաղաքականության մեջ։ Մենք չունենք նման հնարավորություն։ Իսկ եթե փորձենք այդ էմոցիոնալ քաղաքականությունը վարել, ելնելով ուրեմն ցույց տալով, որ իբրև մենք հայրենասեր ենք, ազգանական ենք եւ այլն, մենք միայն դժելու ենք այս ամեն ինչից։ Մենք դժեցինք 20-րդ դարի սկզբում նման քաղաքականության արդյունքում, մենք դժեցինք 2020 թվականին նման քաղաքականության արդյունքում եւ մենք դժելու ենք նորից, եթե շարունակենք այս քաղաքականությունը։ Եթե Հայաստանում այսօր խոսում են ինչ որ գների աճման մասին, որ Ռուսաստանի նկատմամբ ինչ որ պարտքի գումար կարող են ուզել եւ այլն, իրենք հաշվի պետք է առնեն, որ
Հայաստանի Հանրապետությունը 90%-ը էներգարեսուրսների ստանում է Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանա էներգետիկ ճգնաժամ առաջացնի Հայաստանի Հանրապետությունում, իրենք դա կարող են անել 1 կամ 2 շաբաթվա ընթացքում։ Եվ բազմաթիվ խնդիրներին կարող են բախվել մեր քաղաքացիները։ Արևտրի մեծ մասը այսօր ԵԱՏՄ-ի հետ է իրականացվում, եւ հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանա, բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել, եւ արդեն իսկ սկսել են այդ process-ը, արդեն իսկ առաջացնում են այդ խնդիրները։ Մեր տնտեսավորները այսօր բազմաթիվ խնդիրների են բախվում, եւ չգիտեմ թե ինչպես կարող են լուծել այդ խնդիրները, որովհետեւ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որտեղ գրել են ինչ-որ քաղաքականություն, որը տանում է նրան, որ այդ բախումների ուղղակի տրվում են քաղաքացիները սովորական։ Իրենք են դուժում այս քաղաքականության արդյունքում։ Իշխանությունների հետ ներկայացուցիչները ոնց նստած են իրենց պաշտոններում, այդպես էլ նստած են։ Ոնց իրենք ստանում են աշխատավարձը, ազգային ժողովում լինի, կառավարությունում լինի, իրենք այդպես էլ ստանում են իրենց աշխատավարձը, բայց դուժում են հասարակ քաղաքացիները այս ամեն ինչում։ Եվ եթե իրենք որտեղ շարունակեն նմանատիպ այս քաղաքականությունը, սա միայն վնաս է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Սա պետք է հասկանան մեր քաղաքացիները։ Ես իշխանությունների մասին չեմ խոսում։ Ես որովհետև վստահ չեմ, որ այս մարդիկ անկախ են եւ կարող են անկախ քաղաքականություն վարել։ Ես խոսում եմ մեր քաղաքացիների մասին եւ ես ուղղում եմ իմ խոսքը մեր քաղաքացիներին, որ մեր քաղաքացիները սա հասկանան, Հայաստանում ապրող մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները։ Եթե իրենք չեն ցանկանում դուժել նման քաղաքականության արդյունքում, ուրեմն իրենք պետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կբերեն իշխանափոխությանը Հայաստանի Հանրապետությունում։ Այլապես իրենք դուժելու են եւ փորձել հետագայում մեղադրել ինչ-որ արտաքին ուժերում, դա անիմաստ է ուղղակի։ Անդրանիկ, Նիկոլ Փաշինյանը իր այս քաղաքականությունը եւ պահվածքը մեկնաբանում է հետեւյալ կերպ. Ռուսաստանի Դաշնությունն է կարծես փորձում սխալները թույլ տալիս, որովհետեւ ուզում է էքսկլյուզիվություն ունենալ, բայց մենք բոլորի հետ ենք համագործակցում։ Մատնանշում է, որ Չինաստանի հետ, նույն Թուրքիայի հետ եւ մի շարք այլ պետությունների, Արևմուտքի, ԱՄՆ-ի եւ այլն եւ այլն։ Եվ դա է պատճառը, որ Ռուսաստանը դա կարծես խանդով է մոտենում եւ թույլ չի տալիս։ Եվ միևնույն ժամանակ հիշատակում է Բելարուսի նախագահը Լուկաշենկոյին հայտարարությունը, թե ուր է Հայաստանը գնալու։ Հիմա կարծես արձանագրում է, հիմա տեսնում եք, թե ուր է գնալու։ Ինչ վերաբերում է գազի գնին, նման ձևակերպումներ են անում, ավելի վաղ հենց նույն Փաշինյանը ինչ էր ասում էր թրիփը հեսա կգործարկվի եւ մենք այլևս հազարների, միլիոնների հետ գործ չենք ունենա, այլ միլիոնների ու միլիարդների հետ գործ կունենանք, հետեւաբար կկարողանանք նաեւ սեփական գազ արտադրել, սեփական գազը ունենալ, այսինքն այդ ճանապարհից։ Հիմա խոսում են նրա մասին, որ գազը էլեկտրաէներգիայի դիմաց էլ ավելի շատ կստանան Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Սա որքանով է իրատեսական, որքանով Իրանը իր ռազմավարական գործընկերոջ դեմ դուրս կգա եւ կփորձի աջակցել Հայաստանին սեփական շահերից ելնելով, եթե իհարկե նմանատիպ էս պարագայում գոյություն կունենան, եւ որքանով է հավանական, որ գազի գինը այնպես ինչպես վերջին շրջանում անդադ ակնարկում են եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված դեդլայնը, վերջնաժամկետը դեկտեմբեր է, որքանով այդ ամենը իրականում միսուարիոն կստանա եւ գործնական փուլ կմտնեն։ Խոսենք փաստերով։ Առաջինը հարց, որ տրվում էր Լուկաշենկոյի կողմից, հա, այդ որ ուր է գնալու Հայաստանի Հանրապետությունը, հիմա այդ հարցը տրվում է նաեւ Մոսկվայի եւ ԵԱՏՄ այլ պետությունների կողմից։ Ավելի հստակ է հարցը տրվում. ուր եք գնում դուք։ Պատասխանեք այս հարցին, որովհետեւ դուք հանդիսանում եք ԵԱՏՄ անդամ պետություն, բայց ընդունում եք օրենքներ, որոնք տանում են ձեզ դեպի Եվրամիություն։ Հիմա հարց են տալիս այդ մարդիկ, եւ անկնկալում են հարցի պատասխանը ստանալ։ Եվ շատ տրամաբանական է սա, որովհետեւ դու ԵԱՏՄ պետություն լինելով ընդունում ես օրենք, որտեղ նշված է, որ դու ձգտում ես Եվրամիության անդամ պետություն դառնալ։ Շատ լավ, սա քո մոտեցումն է։ Եթե ուզում ես, կարող ես ԵԱՏՄ-ից դուրս գալ, Եվրամիության անդամ պետություն դառնալ, կարող ես թուրքական գործունեության այդ կազմակերպության անդամ պետություն դառնալ։ Ինչ ուզում ես, արա։ Բայց մեզ հստակ պատասխան տու, թե ուր ես դու գնում։
որպեսզի մենք հասկանանք, եթե դու գնում ես Եվրամիություն, դու չես կարող միաժամանակ ուրեմն շարունակել մնալ ԵԱՏՄ կազմակերպության շարքում, որովհետև այստեղից դու օգուտ ես ստանում, բայց քո ցանկությունը հետագայում այլ է, դու այլ տեղ ես հետագայում ուզում գնալ։ Ես չգիտեմ սա ոնց բացատրեմ մեր քաղաքացիներին, որ իրենք հասկանան։ Իսկ ոնց բացատրեմ, շատ բարձ օրինակ բերեմ, լավ։ Հարաբերություններ պատկերացրեք մարդկանց միջև։ Հիմա դու ասում ես ես ամուսնանալու եմ այս կնոջ հետ, բայց մի րոպե ես մի քիչ ստեղ հարաբերություններ ունեմ, հետո նոր կամուսնանամ այս կնոջ հետ։ Սա տրամաբանական է, սա կարող է լինել իրական կյանքում։ Հիմա եթե սա չի կարող լինել իրական կյանքում եւ յուրաքանչյուր մարդ կարող է ասել, ես ինչ ես դու անում, չհասկացանք ոնց է հարաբերություններ ունես ստեղ, բայց հետո ամուսնանալու ես այլ մարդու հետ։ Նույնն այս մարդիկ են հարցնում են, դու ԵԱՏՄ անդամ պետություն լինելով ո՞նց ես ուզում դառնալ Եվրամիության անդամ պետություն։ Ուրեմն դուրս արի ԵԱՏՄ-ից եւ շարունակի ձգտել քո Եվրամիությանը։ Եվ շատ տրամաբանական է, եթե մեր հայրենակիցների, քաղաքացիների մեծ մասը եւս ցանկանում են նման քաղաքականություն վարել, ապա իրենք պետք է կողմնորոշվեն, ինչ են ուզում։ Թող հանրակրվե անցկացվի Հայաստանի Հանրապետությունում, թող իրենք հստակ մոտեցում ունենան այս հարցին, կողմնորոշվեն հստակորեն, իրենց պատասխանը տան եւ հետագայում մենք հասկանանք Հայաստանի Հանրապետությունը ուր է գնում իր քաղաքացիների հետ միասին։ Գուցե իրոք ուզում են Եվրամիության անդամ պետություն դառնան, դե թող գնան դառնան Եվրամիության անդամ պետություն։ Ես միայն ուրախ կլինեմ տեսնել, որ Հայաստանը կհասնի այնպիսի ստանդարտների, որոնք կհամապատասխանեն Եվրամիությանը։ Դե թող հասնեն այս ստանդարտների եւ դառնան անդամ պետություն։ Վրաստանը 10 տարից ավել է սպասում, Թուրքիան արդեն 30 տարից ավել է սպասում, Բալկանյան պետությունները 20-25 տարի սպասում են։ Դու Հայաստանն էլ հայտնվի այդ շարքում եւ մի, չգիտեմ, 50 տարի սպասի, գուցե ինչ որ պատասխան տրվի Եվրամիության կողմից։ Սրանն էլ պետք է պատրաստ լինեն մեր քաղաքացիները, այնպես չի որ ԵԱՏՄ-ից եթե դուրս գան, անմիջապես իրենց ընդունելու են Եվրամիության շարքերում։ Ուկրաինայում էլ գուցե սպասում են նման քայլերի, երբ որ պատերազմը սկսվեց Ռուսաստանի հետ, գուցե իրենք էլ էին մտածում 1-2 տարի պատերազմենք, հետո անմիջապես կարող ենք դառնալ Եվրամիության անդամ պետություն։ Ոչ։ Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը այսօր ասում են, որ Ուկրաինային չեն ցանկանում ընդունել որպես անդամ պետություն Եվրամիության շարքերում, որովհետև բազմաթիվ խնդիրներ են այդտեղ տեսնում։ Նույնն էլ Հայաստանի պարագայում է լինելու։ Ինչը Հայաստանը Ուկրաինայից ինչ որ լավ պետություն է, ավելի մեծ կորուստներ է ունեցել, քան Ուկրաինան։ Ուկրաինան այսօր իր պետության զգալի մասն է կորցնում, պատերազմի ընթացքում է գտնվում եւ անգամ այդ իրավիճակում իրենց պատրաստ չեն ընդունել։ Բայց Հայաստանին ինչու պետք է պատրաստ լինեն ընդունել։ Հայաստանն էլ պատրաստ չեն լինելու ընդունել, նույն վիճակում է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդը, Հայաստանի ղեկավարը խոսում է հապկի մասին, որ հապկից դուրս է գալիս։ Բա դուրս արի։ Սառցրել է կարգավիճակը, ասում է, բազմաթիվ էս օրինակներ բերել եմ, ոնց է սառցրել։ Փաստաթղթերը գցել է խալաձենիկ, սառցրել է, հա, ասում է սառցրել եմ կարգավիճակը։ Դուրս արի։ Եթե դու տեսնում ես, որ դա վտանգ է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես դու նշում ես անընդհատ, եթե քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում, որ Հայաստանը լինի հապկի շարքում, դուրս եկեք։ Ում եք սպասում։ Ինչի եք սպասում։ Պոպուլիստական էս քաղաքականությունը դադար տվեք։ Կամ դուրս եկեք, կամ դուրս մի եկեք։ Եվ ես այսօր նշում եմ շատ հստակ, Հայաստանը շարունակում է մնալ հապկ պետություն։ Հայաստանը հապկ անդամ պետություն է։ Դուրս չի եկել այդ կազմակերպությունից, անկախ այդ տարբեր տեսակի փորձագետների խոսքերից, այդ պոպուլիստական, էմոցիոնալ, որ իրենք խոսքերը հնչեցնում են, մեր քաղաքացիների էմոցիաների հետ խաղում են, մոլորության մեջ են իրենց գցում։ Հայաստանը շարունակում է մնալ հապկ պետություն։ Չեք ցանկանում, դուրս եկեք։ Նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ին։ ԵԱՏՄ-ից այսօր բազմաթիվ օգուտներ է ստանում Հայաստանի Հանրապետությունը։ Անկամ այս իրավիճակում շարունակում է օգուտները ստանալ։ Եթե դուք չեք ցանկանում այդ օգուտները ստանալ, դուրս եկեք։ Ում եք սպասում։ Ինչի համար եք այս պոպուլիստական հայտարարությունները անում։ Ինչի համար եք մարդկանց մոլորության մեջ գցում։ Կամ դուրս եկեք, կամ դադարեցրեք, մնացեք եւ շարունակեք նորմալ տրամաբանական քաղաքականություն, որը վնաս չի բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանին պետք չեն նման քաղաքական գործիչներ։ Սա է մեր պատասխանը։ Պետք են այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր ելնում են Հայաստանի Հանրապետության պետական շահերից, ովքեր էմոցիաներից զերծ են մնում, վարում են այնպիսի տրամաբանական քաղաքականություն,
որը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը։ Անդրանիկ, ամփոփելով իրականում փորձենք հասկանալ, մենք ԵԱՏՄ-ից այս բան դուրս չեն գալիս, որովհետև մեզ ԵՄ-ում չեն սպասում եւ դրա մասին բարձրաձայնում են հենց ԵՄ ղեկավարությունը, քարտուղարի եւ ղեկավարների մակարդակով։ Փոխարենը մեզ գրկաբաց սպասում է Ալիևը, ասելով, որ օրինակ վառելիքի հարցում մենա ապավինեք մեզ, որովհետև տեսեք ինչքան փորձեր եղան, այսինքն մուտք եղավ բենզինի Հայաստան։ Հետևաբար մնացած հարցերում էլ կարող եք ապավինել եւ նույնը ասում է Եվրոպային, որ տեսեք Ռուսաստանին սանկցիաներ եք կիրառում, իսկ ես կարող եմ ձեզ մատակարարել։ Դա արձանագրում է նույնիսկ Ուկրաինայի հետախուզական ծառայությունը եւ շնորհակալական խոսքեր է հնչեցնում։ Եվ այս պարագայում մենք ունենք մի իրողություն, որտեղ մենք երևացող հատվածում գնում ենք դեպի արևմուտք, բայց մեզ սպասում են դեպի թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը։ Եվ հենց այս համատեքստում փորձենք հասկանալ նաև մեր ներքաղաքական զարգացումները, այն ինչից սկսեցինք, մեր պաշտոնների ստանձնումը, էլի վերադառնալով նույն մակունց, ով հենց այդ գործընթացների մեջ անընդհատ շահարկվում էր նրա անունը, նույն Ռուբեն Ռուբինյանը, ով չի էլ թաքցնում իր սերտ հարաբերությունները ՔԼՉ-ի եւ մնացյալի հետ, ու տեսնում ենք, որ Հայաստանում բռնաճնշումները էլ ավելի սաստկանում են եւ սաստկանում են այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի եւ նյութական եւ ազդեցության գոտիներում հնարավորություններ ունեն։ Հիմա փորձենք հասկանալ դեպի ուր է գնում Հայաստանը եւ հենց նույն համատեքստում նաեւ ելքերի հետ կապված մեր հայրենակիցներից մեկի Տիկին Սուսաննայի Հասրեցյան Սուսաննայի հարցը հնչեցնեմ, դրանով էլ հենց ամփոփենք։ Հարց պարոն Անդրանիկին, Հայաստանի պետականության հարցը դրվել է զոհաբերության սեղանին։ Ինչ կասեք, ելքը որտեղ է գտնվում կամ ինչպես փրկենք հայրենիքը։ Անպայման կպատասխանեմ այս հարցին, շատ շնորհակալ եմ մեր ունկնդիրներին, որ հարցեր են ուղում եւ շատ տրամաբանական հարցեր, բայց ես ուզում եմ նաեւ անդրադառնալ նախորդ հարցին ձեր մոռացա պատասխանել, որպեսզի անտեսենք այդ հարցը, շատ կարճ ուղղակի կասեմ, Իրանի հետ կապված, թե ինչու մենք չենք կարող Իրանից գազը գնել։ Նախ Իրանը չունի այդ հնարավորությունները տնտեսական, այսինքն ինվեստիցիան չի կարող այսօր անել, բարձր թե ինչ իրավիճակում է Իրանը հայտնվել այս բախման ընթացքում արևմուտքի հետ, հատկապես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ, այսինքն Իրանը իր ներսում ունի բազմաթիվ խնդիրներ եւ ռեսուրսները հիմնականում ուղղում է ներսում այդ խնդիրները լուծելու համար եւ չի կարող հավելյալ ռեսուրսներ օգտագործել Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու եւ հատկապես այդ ինֆրաստրուկտուրան զարգացնելու։ Երկրորդը Իրանի նկատմամբ սանկցիաները իրենք շարունակում են մնալ, այսինքն եթե Հայաստանը փորձի խորացնել իր հարաբերությունները Իրանի հետ եւ հաշվի առնելով իր կախվածությունը այսօրվա իշխանությունների Հայաստանի Հանրապետության արևմուտքից, կարող է այս խնդիրը լինել, այսինքն արևմուտքից կարող են ասել, որ ստեղ դադարեցեք, մի խորացրեք այս հարաբերությունները։ Եվ երրորդը, ինչը եւս կարեւոր է, հիմնականում ինֆրաստրուկտուրան 97%-ով, եթե ոչ 100%-ով պատկանում է ռուսական գործոնին, այսինքն Ռուսաստանը ունի իր վերահսկողությունը գազային այդ ինֆրաստրուկտուրայի նկատմամբ։ Եթե դու խորացնում ես քո հարաբերությունները Իրանի հետ այդ ոլորտում, փորձում ես Իրանից հիմնականում գազը գնել, ապա ոնց ես դու իրականացնելու այդ գազի մատակարարությունը քաղաքացիներին, երբ որ ինֆրաստրուկտուրայի մեծ մասը գտնվում է ռուսական գործոնների վերահսկողության տակ։ Այսինքն կան տեխնիկական, կան ինֆրաստրուկտուրային, տնտեսական եւ քաղաքական օբյեկտիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս այսօր Հայաստանին խորացնել այս ոլորտում Իրանի հետ հարաբերությունները, ինչը իհարկե ցանկալի կլիներ, որ մենք նաև այլ պետությունից, բարեկամ պետությունից էներգարեսուրսները ստանանք, բայց ունենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք դրան թույլ չեն տալիս, որ իրականացնենք դա։ Հիմա անդրադառնամ այն հարցերին, որ քիչ առաջ ուղեցիք ինձ։ Թուրքիայի հետ կապված, թուրքական այս գործոնի հետ կապված, թուրքական խորհրդի վերջերս իդեպ ընդունվել է օրենք, որ թուրքական խորհուրդը ինքը նոր ծրագիր է մշակում թուրքական խորհուրդ պլյուս։ Սա նշանակում է, որ ոչ միայն թուրքալեզու պետությունները կարող են հարաբերությունները խորացնել այս կազմակերպության հետ, թուրքական կազմակերպության, այլ նաև ոչ թուրքալեզու պետությունները։ Հիմա թուրքական խորհուրդ պլյուս նշանակում է, որ այդ պլյուսի շարքերում կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչին ձգտում են այսօրվա իշխանությունները, խորացնելով իր հարաբերությունները
Արևմուտքի հետ եւ նպատակ ունենալով հետագայում կարգավորել եւ խորացնել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ինչի սա կարող է հանգեցնել։ Եթե էներգետիկ ոլորտում, եթե տնտեսական ոլորտում, եթե լոգիստիկային ոլորտում մենք խորացնենք հարաբերությունները այս երկու պետությունների հետ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հաշվի չառնելով մեր հարաբերությունները այլ գործոնների հետ, սա բազմաթիվ խնդիրների կարող է բերել եւ առաջին խնդիրը այն է, որ մենք կհայտնվենք կախվածության մեջ Անկարայից եւ Բաքվից։ Եվ այն ազդեցությունը, որ իրենք այսօր ունեն մեր իշխանությունների նկատմամբ, այդ ազդեցությունը միմիայն աճելու է Հայաստանի նկատմամբ։ Այսինքն այլ իրենք արդեն նպատակներ են ունենալու, որոնք փորձելու են իրականացնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Եվ ել չեմ խոսում նրա մասին, որ գծկտեն նրան, որ փոխել դեմոգրաֆիական իրավիճակը Սյունիքի մարզում կամ այլ տարածքներում, հետագայում կբարձրացնեն այդ հարցերը միջազգային ասպարեզում եւ կփորձեն հասնել նրան, որ ավտոնոմիա ստանան եւ այլն։ Այս նպատակները արդեն իսկ մշակվում են Բաքվի եւ Անկարայի կողմից, արդեն իսկ իրենք խոսում են սրա մասին միջազգային ասպարեզում, եկեք չմոռանանք, որ մինչ օրը շարունակում են խոսեն այդպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին, որը իրենք որ Հայաստանի Հանրապետությունը որպես Արևմտյան Ադրբեջան են անվանում, իրենք շարունակում են խոսալ Հայաստանից իբրև թե գաղթված հայ այդ փախստականների մասին, ադրբեջանցիների մասին, խոսում են նրա մասին, որ այնտեղ 300,000-ից մինչև 1 միլիոն ադրբեջանցիներ կան, որոնք պետք է վերադառնան եւ իրենց իրավունքները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Եթե մենք շարունակենք խոսել այս խնդիրների մասին, այս եթերը քիչ են այդ խնդիրների մասին։ Ես կարծում եմ առանձին եթեր պետք է լինեն, որ միայն խոսենք այդ խնդիրների, ռիսկերի եւ վտանգների մասին։ Եվ ինչպես մենք կարող ենք այդ ռիսկերին պատրաստ լինենք, ինչպես կարող ենք այդ ռիսկերը լուծել։ Եթե անդրադառնամ Տիկին Սուսանայի կողմից հնչեցված հարցին, ապա այս քաղաքականությունը այո, շատ ճիշտ է նշված, ստանում է նրան, որ մենք ուղղակի զոհաբերման ցեղանին ենք հայտնվել Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ իրենք մաս ուղղակի կտրատում են մեր պետությունը։ Արցախը ստացան, հիմա շարունակում են այլ տարածքները օկուպացած պահել, չեն ցանկանում լքել այդ տարածքները եւ ավելին խոսում են ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի մասին, որը նշանակում է, որ իրենք ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն այս տարածքում չեն տեսնում եւ չեն ցանկանում տեսնել։ Հիմա այս երկու պետություններում արանքում ենք մենք հայտնվել եւ ուրեմն մենք այնպիսի քաղաքականություն պետք է վարենք, որը տնտեսապես կուժեղացնի Հայաստանի Հանրապետությունը, դեմոգրաֆիական խնդիրները Հայաստանի Հանրապետությունում կլուծի։ Կվարենք այնպիսի քաղաքականություն, որը նման խնդիրների չի բերի Իրանի, Չինաստանի կամ Ռուսաստանի հետ եւ կփորձենք այդ բալանսավորված, իսկապես բալանսավորված քաղաքականությունը վարենք, որը միայն դրական արդյունքների կբերի Հայաստանի Հանրապետության համար։ Բայց այսօրվա իշխանությունների պարագայում դա անհնարին է, որովհետեւ այս մարդիկ անկախ չեն։ Այս մարդիկ գտնվում են վերահսկողության տակ արտաքին ուժերի եւ այդ արտաքին ուժերն են իրենց ասում, թե ինչպիսի քաղաքականություն իրենք պետք է վարեն։ Եվ այդ քաղաքականության արդյունքում դժում է Հայաստանի Հանրապետությունը։ Սա պետք է մենք հասկանանք եւ որպեսզի լուծենք այս հարցը, պետք է ուրեմն աջակցենք ընդդիմադիր ուժերին, որոնք հստակ ծրագրեր կներկայացնեն մեր քաղաքացիներին եւ այդ ծրագրերը ոչ թե կլինեն ռեակցիոն պատասխաններ այսօրվա իշխանությունների տարբեր տեսակի էմոցիոնալ հայտարարություններին եւ այլն, այլ հստակ մոտեցում կլինի, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները Ռուսաստանի հետ, ինչպես կարելի է խորացնել հարաբերությունները տարբեր գործոնների հետ, ինչպես կարելի է զարգացնել տնտեսությունը Հայաստանում, դեմոգրաֆիական վիճակը ինչպես կարելի է լուծել։ Այսինքն իրենք պետք է ներկայացնեն ծրագիր, որը ոչ թե ի պատասխան է լինելու այսօրվա քաղաքականությանը, ի պատասխան է լինելու այսօրվա քաղաքական ուժին, այլ լինելու է բոլորովին այլ մոտեցում եւ բոլորովին այլ ծրագիր։ Եվ այդ ծրագիրը ես կարծում եմ դուրեկան կլինի մեր քաղաքացիների մեծ մասին, որը վերջին արդյունքները ցույց տվեցին պարլամենտական ընտրությունների, որ մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկանում է իշխանապահություն տեսնել Հայաստանում։ Իհարկե։ Շնորհակալ եմ Անդրանիկ համապարփակ վերլուծության համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ իմ հյուրներ միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Եղեք խաղ եւ խաղաղություն մեր հայրենիքին եւ Աստված օգնական մեզ բոլորիս։